Դավոսում տեղի է ունեցել խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Իլհամ Ալիևը եւ միջոցառմանը մասնակցող մյուս պետությունների ու կառավարությունների ղեկավարները ստորագրել են խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ղարաբաղ ֆուտբոլային ակումբին UEFA Չեմպիոնների լիգայի 7-րդ փուլում գերմանական Այնտրախտ Ֆրանկֆուրտի նկատմամբ տարած 3-2 հաշվով հաղթանակի կապակցությամբ։ Նախագահը այս մասին գրել է սոցցանցերի իր էջերում։ Սրտանց շնորհավորում եմ Ղարաբաղ ֆուտբոլային ակումբին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում Ֆրանկֆուրտի Այնտրախտ թիմի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Չնայած մրցավարի անարդար եւ կողմնակալ որոշումներին, արդարությունը հաղթանակեց։ Սա առաջին դեպքը չէ, երբ UEFA-ի կողմից նշանակված մրցավարները փորձում են անարդար եւ կողմնակալ որոշումներով խոչընդոտել Ղարաբաղի հաղթանակի ճանապարհը։ Հուսով եմ UEFA-ն կպարզաբանի, թե ում կողմից է նշանակվել այս մրցավարը։ Արդարությունն ու անսասան ոգին անհնար է հաղթել։ Կեցցե Ղարաբաղը, գրել է Ադրբեջանի նախագահը։ Հիշեցնենք, որ խաղը տեղի ունեցել նախօրեին Թոֆիկ Բայրամովի անվան հանրապետական մարզադաշտում։ Ղարաբաղի հաղթանակ գոլը խփեց Բահլուլ Մուստաֆազադեն 94-րդ րոպեին։ Կուրբան Գուրբանովի սաները դեկտեմբերի 29-ին UEFA-ի Չեմպիոնների լիգայի վերջին խաղում կհանդիպի Լիվերպուլի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Եվրոպական միության օնլայնման հարցերով հասնակատար Մարթա Կոսի հետ։ Զրույցի ընթացքում գոհնակությամբ հիշատակվել է Մարթա Կոսի անցյալ տարի Ադրբեջան կատարած այցայթվում Ղարաբաղ եւ պետության ղեկավարի հետ նրա հանդիպումը։ Մարթա Կոսը նշել է, որ խորապես տպավորված ազդագրված տարածքներում իրականացվող շինարարական եւ վերականգնողական աշխատանքներով։ Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ։ Քննարկվել է Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի մարդասիրական ականաձերծման ջանքերին, ինչպես նաև Նախճիվանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։ Զրույցի ընթացքում ընդգծվել է մեծ հեռանկարների առկայություն Ադրբեջանի եւ Եվրամիության միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Վիտոլ ընկերության գործադիր տնօրեն Ռասել Հարդիի հետ։ Զրույցի ընթացքում տեղեկատվություն է տրամադրվել Ադրբեջանում իրականացվող նավթային ռազմավարության մասին։ Շոշափվել է երկրի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այս համատեքստում ընդգծվել է, որ մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում Եվրամիության անդամ մի քանի պետություններ, կախված են ադրբեջանական գազից։ Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի եւ Վիտոլի միջև համագործակցության վերաբերյալ։ Հարկ է նշել, որ Վիտոլ ընկերությունը աշխարհի առաջատար նավթատրեյդինգային ընկերություններից մեկն է։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան ակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ «2025 թվականի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը նավթամթերքի 3 հարակում է կատարել դեպի Հայաստան, ինչը նշանավորում է երկու երկրների միջև ուղիղ առևտրի եւ տնտեսական փոխազդեցության սկիզբը։ Այս մասին նշված է Մոդեյս միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում։ Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նավթի եւ նավթամթերքի գնման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Զեկույցի հեղինակների կարծիքով, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, դրանք կարող են հանգեցնել կառուցվածքային փոփոխությունների տասնամյակներ տևած
կայացած մեկուսացումից հետո եւ նվազեցնել Հայաստանի կախվածությունը ռուսական վարելիքից։ Օդեսին գնահատմամբ երկու երկրների միջև լարվածության թուլացումը սկսել է զգալի տնտեսական արդյունքներ տալ։ Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանը վերացրեց իր տարածքով Հայաստան-Բեռնարի տարանցման սահմանափակումները, ինչը ցույց է տալիս տնտեսական կապի վերականգնման նորոշը, նշվում է զեկույցում։ Հայաստան փոխանցած 4 անձանց 4 կրքերը չեն հանդարտվում։ Հիշեցնեմ, որ Վագիվ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը եւ Վիգեն Էլջոկյանը մեղավոր էին ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով եւ իրենց պատիժը կրում էին Ադրբեջանում։ Օրագիր Նյուսը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում պարզելու, հավատում են արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 4 անձանց փոխանցումը կապ չունի սիրիացի անձանց Թուրքիայի միջոցով Սիրիայում փոխանցելու հետ, եւ ինչու չեն փոխանցվել Բաքվի բանտում պահվող բոլոր անձինք։ Այո, հավատում եմ։ Ոչ մի բանը չեմ հավատում Նիկոլ Փաշինյանին։ Մենակ հավատում եմ Էրդողանին ու Ալիևին։ Իրանք են մեր ճակատագիրը որոշում։ Նիկոլը թե ինչ ով։ Նիկոլ Փաշինյանին, հա, հավատում։ Հա։ Շատ լավ հավատում եմ, բաց իրանից դա ոչ ոքի չէր կարող անել։ Հիմի որ արել է սրանց մոդել հավություն չի ասում։ Իրանք կյանքի մեջ ինչպես բաներել են, որ 4-ը քերի վերադարձել են, այնպես բանես այդ չեմ հիշում։ Մարդը փաշարեց, վերադարձավ ու շարունակում է նույն բանը, որ նրանց համար է խոսել, որ վերադառնան, իրենց տնեցիներ ուրախանան, մենք էլ հետները։ Շատ հավատում եմ։ Հարցման ժամանակ քաղաքացին անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ կարգալույց պետք է արվի։ Իսկ այդ կաթողիկոսը ինչ է, կայփարիգոսը դորա օտի միջի բաներ է կարագում։ Ոչ մի բան այնող չէ, տեսել ես, դա բարեխոսորը գերի ազատ են։ Բացի դրանից այն հաղորդումը լսեցի ես ապշա, որ $6,000 ուզեցել է բայերը քար տեղադրել եկեղեցին, $3,000 կաշառք է ուզել։ Այդ որ մար, եթե ճիշտ է, դա հաշկերը պետք է հանվի։ Եթե $6,000 անոց քարի տեղնոր եկեղեցին տեղավորը ուրախնան ժողովուրդը, $3,000 փող է ուզել, բաներն է բարերը ապշել է։ Թե ոնց կարող է պատահի պես բան եղնի։ Եղավ, դա անհաբակ պիտի լեկե։ Այդ իր պաշտոնը կարկալուց բդերնուսի որ մի հատ լավ խելացի հոգևորական կավ, լավ կառավար է, եղավ։ Դրանից պիտի ազատ մինք, որպես բաներով զբաղվում։ Ասենք ուսանողները կաշառք է տալիս եւ փոխադրում է հաջորդ կուս դա հասկանալի է, դա ինչու արել եկեղեցու քարի մարով տեղադրեն, որպես ինչ է ուզեցե կաշառք վերցնել $3,000։ Դրա համար իրավապահները զբաղվին այդ հարցով, այդ մարդուն է բերեն բարեր որպես բան առաջարկե, ու դրան պիտի դադվի։ Համապատասխան մարմինների միջոցով քննվի։ Ինչ է նշանակում կարող է ինքը հնարավորինն արել է։ Հնարավորինն արել է։ Այսինքն հնարավոր չէ պայմանավորվել ավելի շատ գերի։ Ես թվում է հնարավոր էր ինքը չարեց։ Եվ ձեր կարծիքն։ Ես հակառակ կարծիք եմ, ինքը առավելն արել է։ Հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի հետ միևնույն կարծիքն ունի։ Նշեմ, որ 4 անձանց փոխանցումը Ադրբեջանի հերթական մարդասիրական քայլն է, որն իրականացվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկկողմ համաձայնագրի համաձայն եւ առաջնորդվում է հումանիզմի սկզբունքներով։